2-1 հաշվով եւ այս պահին նման տեսք է ստացել մրցաշարային աղյուսակը։ Արարատ Արմենիան ունի 45 միավոր, Փյունիկը 44, Ուրարտուն եւ Ալաշկերտը 22-ական խաղ են անցկացրել, Արարատ Արմենիան եւ Փյունիկը 21-ական։ Աջակցություն ունենալու են երկու թիմերն էլ տրիբունաներից, նշեմ, որ 33 Դավիթ Սուալեհ է, հիմա արդեն խաղն սկսված է։ Նոայի աճպաշտպանն Էրիկ Բոակեն համար 6, կենտրոնում համար 3, 17 Գուստավո Սանգարե։ Հարձակման եռյակը ձախից համար 47 Մարին Յակոլիշ, հիմա վտանգավոր է Ֆարրայոլա, փոխանցում հետ եւ Խամոյանը փրկում է իրավիճակը, խախտում կար, ճիշտ է։ Փոխանցում առաջ Մոմո Տուրե եւ Սուալեհեն օգնության է հասնում, ինչ վտանգավոր էր։ Դարպասապահը երկար փոխանցում կատարեց դեպի Մուլա Հուսեյնովիչը ու գրոհը շարունակվում է։ Հելդեր եւ Արսեն Բեգլարյան։ Նալբանդյան փոխանցում եւ ձեռքով խաղ էին նկատել Ալաշկերտի ֆուտբոլիստները, բայց մրցավարը չարձագանքեց։ Պայքար գնդակի համար Ժեզուս եւ Ալաշկերտ։ Արարատ Արմենիային հաղթել է Գավաթում առաջին խաղում, ճիշտ է դեռևս, եւ Սաբոբո խլում է գնդակը, Նալբանդյան փոխանցում դեպի Ֆարրայոլան, Ֆարրայոլա փոխանցում եւ Սայնտինին հեռացնում է գնդակը, ոչինչ չտվեց հյուրերին։ Հիմա Նալբանդյանն է փոխանցում, Մատյուխին հարված տեղի չունեցավ, Մանվելյան եւ Սաբոբո հաղթեց, Սաբոբոն, Ջոզեֆ Սաբոբո հարված Սուալեհեն, առայժմ Բոակե, Հելդեր, ոչ, վստահ խաղաց Փիլոյան, շրջվում է Փիլոյանը, գնդակը պահեց խաղադաշտում, բայց նորից ստիպում է մրցակցին կանոնները խախտել։ Սուալեհ, Հելդեր եւ շեղում է գնդակի ուղղությունը Մատյուխինը, Մանվելյան, Յակոլիշ, Մարին Յակոլիշ, ոչ, Ֆարրայոլան եկավ ու օգնեց հիմա Տերտերյանին։ Խաղում այսպիսի դվագներում իհարկե սխալներ եղան առաջին կեսում, բայց ընդհանուր առմամբ լավ են իրենց զգում, իսկ հիմա Սանգարե, ոչ։ Ստում այս գնդակը Խամոյան, Սանգարե, միանում է Բոակեն աչից, Հելդեր, թողեց գնդակը Մանվելյանին, հնարամիտ որոշում էր, իսկ սա Տուգանային Նալբանդյանը գցեց Մանվելյանին, Տուգանային հրապարակի Գոր Մանվելյան արված եւ պատին դիպավ գնդակը, Սուալեհ ինչպես ցածկեց դեպի գնդակը, Ժեզուս, Նալբանդյան փոխանցում, սա արված էր, բայց միգուցե այսօր էլ այդպես լինի, Մուլա Հուսեյնովիչը գնդակը հեռացրեց, Ռաֆայել Ժեզուս, հիմա Մոմոն է գնդակով, Սաբոբո արված, բարձր է արվածում Ջոզեն է, Մոմո Տուրե, փոխանցում հետ Նալբանդյան, Փիլոյան, Էդգար Փիլոյան, հարվածը թույլ ստացվեց, Հելդեր, փոխանցում, դուրս եկա Բեգլարյանը, Համբարձումյան, պահեց գնդակը խաղադաշտում, Ալաշկերտի դարպասը խփած գոլը, բայց նույնպես շատ գեղեցիկ էր։ Խամոյան լավ փոխանցում էր Սանգարեին, Յակոլիշ եւ Կլայդերն է գնդակի եզրային կիսապաշտպաններին, հատկապես Ֆարրայոլային չեզոքացնելը առանցքային գործոնը եւ քշերին է հաջողվում։ Երկրորդ կեսը ավելի լավ է անցկացնում, քան առաջինն էր Մուլա Հուսեյնովիչ եւ Կլայդերը դարպասապահի համար էլ խնդիրներ ստեղծում են, փոխանցում, հարված տեղի չունեցավ, Սաբոբոն է, Գուստավո Սանգարե, Յակոլիշ, Խամոյան եւ Սաբոբո կորցնում է գնդակը եւ Ալաշկերտի հակագրող Էդգար Փիլոյան ունի երկու տարբերակ, կամ կարող անձամբ եզրափակել, Փիլոյան փոխանցում, ինչու չկատարեց, չի հասնում հարվածի։ Մոմո, այնպես չէ, որ ձեռնտու է, Բոակե փոխանցում, Մուլա Հուսեյնովիչ եւ Բեգլարյան, Արսեն Բեգլարյանը, Սուալեհ, փոխանցում, Համբարձումյանը եկավ ու հարվածեց գլխով,
Մեր աչքերի առջև Հելդեր, Սուալե, Դավիթ Սուալե, փոխանցում Արսեն Բեգլարյան հաշվով։ Բայց սա այլ սցենարով հանդիպում է, այստեղ Ալաշկերտը հետապնդողի դերում չէ, հաշիվը հավասար է։ Ֆարայոլա, գնդակը մնացել է խաղադաշտում, Մոմո Տուրե կլինի հարված, ոչ։ Սա պաշտպաններից կենտրոնական Դավիթ Կիրակոսյանը, Նալբանդյան, Կոնեգլյանը հեռացնում է գնդակը, հարված և Սիլվա, Հելդեր, Ուլադոմար և գնդակին է խաղացել Ռաֆա Ժեզուսը։ Տեսնենք դրվագը, Հելդերի փոխանցումը և վերջին պահին գնդակը հեռացնում է Ժեզուսը, կարծես իրոք գնդակին խաղաց առաջինը, ևս մեկ անգամ տեսնենք։ Այո, գնդակին խաղաց, այդ առումով խնդիր ունենում են հարձակման գծի ֆուտբոլիստները, Մոմո Տուրե, Փիլոյան, Էդգար Փիլոյան, անդրադարձ եղավ ու նորից Խամոյան, Սայնտինի պայքարեց մինչև վերջ Էդգար Փիլոյանը և հափշտակեց գնդակը, Փիլոյան, փոխանցում Նալբանդյան, Կարեն Նալբանդյան, փոխանցում և գոլ! Ալաշկերտն է բացում հաշիվը 1-0, այ քեզ զարգացում, 80-րդ րոպեին, Ալաշկերտը գրավում է Հայաստանի չեմպիոնի դարպասը, 1-0, Էդգար Փիլոյանի ջանքերով Ալաշկերտը վերադարձրեց գնդակը, մեծ նվիրում ցույց տվեց, Կարեն Նալբանդյանը շարունակեց հերթական գոլային գործողությունը Ալաշկերտի ավագի կողմից և Մոմո Տուրեն էլ եզրափակեց Փիլոյանի խաղը, եկավ գերազանցեց Սայնտինին, խաղաց Նալբանդյանի հետ, Նալբանդյանը երկու մրցակցի շրջանցեց, փոխանցեց և Մոմոն 4-րդ անընդմեջ խաղում գրավում է Նոայի դարպասը։ Այս մրցաշրջանում 3 խաղ Նոայի դեմ և յուրաքանչյուրում էլ Մոմոն գոլ է խփել, բայց ինչ արեց Կարեն Նալբանդյանը, հիասքանչ խաղաց, մեկ դրվագն էլ հերիք էր գոլ խփելու համար, Կայո Էրիկ է և փրկում է Կոնեգլյանը։ Հարձակվողը իրոք Ֆարայոլան է, առանց ընդգծված հարձակվողի է խաղում Ալաշկերտը, Կայո Էրիկ է փոխանցում Գրանադո, Ջեֆերսոն Գրանադո և Համբարձումյան նորից ևս մեկ փոխանցում և Կլայդեր հերոսական խաղ են անցկացնում Ալաշկերտի պաշտպանները, կենտրոնական պաշտպանները այս դեպքում, որովհետև շատ լավ են պայքարում Իմրան Ուլադոմար, անհավատալի գոլ է խփում Իմրան Ուլադոմարը, հիմնական ժամանակի վերջին րոպեին, սա ֆանտաստիկ էր ուղղակի, կրակեց հեռվից, ռմբակոծեց դարպասը, հաշիվը դառնում է 1-1, այստեղ արդեն Ալաշկերտի պաշտպանները ոչինչ անել չէին կարող էր անել դարպասապահը, բայց միթե հնարավոր էր այս գնդակը հետ մղել։ Ուլադոմարը առաջին դեպքը չէ, երբ գեղեցիկ ու կարևոր գոլ է խփում Նոայի համար, ևս մեկ անգամ տեսնենք ինչ հարված էր սա, ևս մեկ անգամ վայել ենք, Սուալեն կատարեց փոխանցումը, չէին սպասում Ալաշկերտի ֆուտբոլիստները, բայց ուղղակի անթերի շեդևր Իմրան Ուլադոմարից։ Դարպասածողին էլ գնդակը դիպավ, դժվար է մեղադրել Արսեն Բեգլարյանին, այստեղ ոչ ոք չէր կարող փրկել աշխարհում և ոչ մի դարպասապահ։ 1-1 Ալաշկերտը ամեն դեպքում չդիմացավ և Էդգար Փիլոյանն է իմ առջևի գծում, Փիլոյան պետք էր արդեն փոխանցում կատարել, խաղից դուրս վիճակում էր ի սկզբանե։ Հետևենք այս տուգանայինին Իմրան Ուլադոմար, գոլի հեղինակը, փոխանցում է կատարում, արված բարձր է ստացվում, ահա և